Ինքս Եվրոպայում հաճախ եմ լինում ու այսպիսի մի բան կասեմ, մեր ազգային հիմնական խնդիրներից մեկը այն է, որ մենք վերցնելով լավը, վերցնում ենք նաև վատը, ինչը որ իմ կարծիքով ոչ մի լավ տեղ, ոչ մի պրոգրեսի չի տանում։ Եվրոպայում կան շատ լավ բաներ, սկսած կրթությունից, ինչը որ մենք տեսնում ենք, այսինքն հավանականություն թե տեսականորեն, թե պրակտիկորեն քո կրթությունը բարելավելու, այլ ավելին ունենալու կապիտալ ներքին կուլտուրայի քան ունես, բայց ունի նաև վատ կողմեր, որը ցավոք մենք եւս յուրացնում ենք ու դարձնում մեր է։ Որոնք նկատի ունեք։ Նույն փոքրամասնությունների հետ կապված գուցե ինչ որ մեկը կարծում է, որ դա նորմալ է, բայց ես կարծում եմ, որ բնությանը կողմ լինելը, ավելի մոտ լինելը, շատերը կասեն, որ հենց դա է մարդու բնույթը, բայց միևնույնն է, բնությանը ճիշտ կերպով մոտ լինելը ավելի ճիշտ է մարդու բնույթին։ Ինչ կարծում, ինչ կարող է Հայաստանը տալ Եվրոպային, այսպես Եվրոպան ինչ կարող է Հայաստանից վերցնել։ Մենք ամեն անգամ խոսում ենք մեր մշակույթի ամենաառանձնահատուկ բաների մասին, ասում ենք, որ հին ազգ ենք, մենք պետք է դադարենք առհասարակ խոսել այդքան շատ մի բանի մասին, որը ակնհայտ է, այսինքն նույն հույները դրա մասին չեն խոսում, դա ակնհայտ է եւ շատ ավելի կուզեի, որ գործենք ու խոսքս կարող եմ հղել երիտասարդներին, որի ներկայացուցիչն էլ ես եմ, այսօր ամեն ինչ մեր ձեռքում է ու կոնկրետ հիմա ինչ որ կատարվում է պողոտայում, դա կրթական համալիրների հետ ծանոթություն է, այսինքն ինչ կրթություն է քեզ անհրաժեշտ։ Շատ կուզենամ, որ երիտասարդությունը այսօրվա հետաքրքրվի, հասկանա, որ ամեն ինչ հավանական է եւ նույնիսկ այստեղ կան որոշակի կրթօջախներ, որոնք պարտադիր գումարային պահանջ չեն ներկայացնում, այսինքն դու քո ընդունակություններով եւ խելքով կարող ես հանգիստ այդ ինստիտուտներում սովորել, իհարկե եթե բազատ համապատասխանում է։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե մենք ինչ կարող ենք տալ Եվրոպային, մենք կարող ենք մեր երկրում պահպանել մեր տեսակը եւ այդ տեսակով ներկայանալ Եվրոպային, թե մշակութային առումով կլինի գինեգործություն, կլինի թատրոն, կլինի կինո եւ ես վստահ եմ, որ այդ օրը կգա, որովհետեւ ինչպես տեսնում եք, շատ մարդիկ են կրթությամբ հետաքրքրված։ Կարծում եմ, որ մեր երկրի ապագան, ասում են, որ մշակույթը մեծ զենք է, ես հասկանում եմ, որ հատկապես վերջին շրջանի իրադարձությունները ապացուցեցին, որ մենք իրոք զենքի կարիք ունենք, բայց գիտելիքն ու մշակույթը իրոք հզոր զենք են, որի գործածման դեպքում կարող ենք մենք Եվրոպային որոշ բան ցույց տալ ու ապացուցել։ Ինչ է կարծում, ինչ է տալիս Եվրամիությունը Հայաստանին։ Ուրեմն մենք հիմա ունենք շատ ծրագրեր Եվրամիության կողմից, որ իրականացվում է Հայաստանում, հիմնականում երիտասարդների հետ կապված, ու դա մեծ շանսեր է տալի Հայաստան երիտասարդներին, որպեսզի իրենց աշխարհայացքը զարգացնեն եւ նաեւ ինչ որ բան սովորեցնեն եւ տան Եվրամիությունը։ Վերջերս մասնակցել եմ Եվրոպական կամավորական ծառայության ծրագրին, մեկնել եմ Իտալիա, այս տարի անցկացրել եմ այնտեղ ու շատ հետաքրքիր է անցնում, ծանոթանում ես նոր մարդկանց հետ, նոր մշակույթների հետ, հնարավորություն ես ստանում ներկայացնել Հայաստանը, որովհետև ինչ ճիշտն է ճիշտ, արտասահմանում Եվրոպայում ոչ շատ տեղերում են ճանաչում հայերին ու սա շատ լավ միջոց է երիտասարդներին, որ հնարավորություն է տալիս համ նրանք գնում են ճանաչում են Եվրոպան, իմանում են ավելի ճիշտ, ոչ կարծրատիպային Եվրոպան ու նաև հնարավորություն են ստանում եվրոպացիներին ներկայացնել հայկական մշակույթ։ Ինչ եք կարծում, Հայաստանում որ խնդիրներն են, որոնց կարող է վերջակետ դրվել եվրոպական արժեքներ ներմուծել։ Պետք է համագործակցել Եվրամիության հետ եւ ուղղակի հասկանալ Եվրամիության արժեքները եւ որոշ բաներ կարելի է վերցնել եւ որոշ բաներ նաեւ փոխանցել, քանի որ ներկայումս մենք Հայաստանում ունենք շատ Եվրամիության երկրների շատ կամավորներ, որոնք այստեղ կամավորություն անում եւ ինչ որ բաներ են սովորում Հայաստանի հասարակությունից, Հայաստանի մենթալիտետից եւ Հայաստանի։ Ինչ կարող ենք այսպես տալ եւ ինչ վերցնել։ Ես կարծում եմ մուլտիկուլտուրալիզմն է, որ Հայաստանում մի քիչ ավելի դա որ մոնոէթնիկ երկիր ենք, ավելի քիչ է։ Ես կարծում եմ, որ մուլտիկուլտուրալիզմը դա ավելի հանդուրժողականության է տանում, իսկ դա Հայաստանին ինձ թվում է հայերին ավելի ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ հայերը ունենան դա։ Ուրիշ կարծում եմ տարբեր ինտեգրացիոն գործընթացներ կան, ամենակարևորը այն է, որ ես իմ անձնական կարծիքով Հայաստանում մի քիչ ավելի կարծրատիպային ու սխալ պատկերացում է Եվրոպայի մասին, դրա համար ես կարծում եմ, որ ինչքան ինտեգրացիան լինի ավելի խորը, ավելի քիչ կլինեն այդ կարծրատիպները, որոնք հիմնականում նեգատիվ ինչ-որ երանգներ ունեն։ Հենց մուլտիկուլտուրալիզմին հասնելու, այսպես ասած, խոչընդոտները որոնք են, ինչ պետք է անենք, որ լինենք։
Կարծում եմ պետք է հանդուրժողականությունը ավելի շատ կլինի մուլտիկուլտուրալիզմի զարգացումից, կարծում եմ պետք է ծրագրեր ստեղծել, ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել, որ շատ արտասահմանցիներ գան Հայաստան, որոնց հայերը ճանաչելով ավելի ճիշտ կերպով կհասկանան եվրոպացիներին, եվրոպական արժեքները, որովհետև հեռուստացույցով ու մեդիայով ինչ որ հաղորդումը ինքը այդքան էլ չի համապատասխանում այն Եվրոպային, որը իրականում կա։ Դա ես ասում եմ անձամբ այնտեղ ապրելով ու տեսնելով։